Կարդացի, որ միջազգային մրցույթ կա, որը անցկացվելու է Ռուսաստանում, որը տալիս են միջազգային լիցենզիա, սերտիֆիկատ, դիպլոմ։ Եվ ես գնացի մասնակցեցի։ Այնտեղ մասնակցում էին 174 հոգի։ Հայաստանից մենակ հայը ես էի։ Մի հատ էլ հայ կար, Վոլգագրադից էր ինքը։ Երկու հատ էլ թուրք կար, Ստամբուլից։ Այնտեղ խոսակցությունը գնում էր այսպես. ռուսերեն եւ անգլերեն։ Եթե ռուսերեն չգիտես, պետք է անգլերեն խոսես, եթե անգլերեն չէ, ռուսերեն։ Այդ երկու լեզվով էր, հիմնական խոսակցությունը այնտեղ էր։ Եվ ովքեր որ տվել էին 174 հոգին, ուրեմն սենց էր։ Իրանք տալիս են առաջադրանքներ, 3 փուլով այդ։ Առաջի փուլը, որ պետք է դու անցնես, ուրեմն տալիս են իրանք 9 հատ առաջադրանք, որից 9-ից 8-ը պարտադիր դու պետք է կատարես, որ մտնես երկրորդ փուլ։ Եթե դու մի հատ էլ պակաս արեցիր 7 եղավ, արդեն թե հանձնաժողովն է որոշում, հաշվի առնելով քո հնարավորությունները։ Մտնելու ես երկրորդ փուլ, թե ոչ։ Բայց շատ հազվադեպ դեպքերում որ իրանք կտրում են։ Ես ըտի տվեցի, ինձ տվեցին այդ 9-ից 9 ես 100%-անոց արեցի։ Մտա երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում հանձնաժողովը լրիվ այլ մարդիկ են, անդադ փոխվում էր դա։ Երկրորդ փուլում արդեն 70 հոգի մարդիկ էին, մնացածը դուրս մնացին։ Ընդ այս անգամ տալիս են 13 առաջադրանքներ, իհարկե դա ամեն 2 օր մեկ մի հատ առաջադրանք են տալիս, որ դու գետի պետք է կատարես։ Եվ դա էլ ես արեցի 100%-անոց տվեցի, մտա երրորդ փուլ։ Երրորդ փուլում արդեն 20 հոգի էինք, իսկ ստե արդեն հանձնաժողովը լրիվ փոխվեց, 7 հոգուց էր հանձնաժողովը, եւ ստե ավելի արդեն ուրիշ մի, ոնց ասեմ, եթե դու այդ ուժը հնարավորություն ունենայիր, դու 0% չէիր կարող մի հատ քայլ անել։ Եվ ես բոլորը կատարեցի ֆանտաստիկ գերազանց, ուրեմն սա իմ լիցենզիան է, իմ սերտիֆիկատն է, եւ սա իմ դիպլոմը։ Հիմա ուրեմն սա ունեմ նաեւ անգլերեն լեզվով։ Եվ սա էլ ասեմ։ Սրանք ինչի մասին են, որ ռուսերեն եւ անգլերեն, որ դու ցանկացած երկիր կարաս գնաս սրանով, քեզ արդեն ընդ առողջապահության նախարարությունը բան չի կարող, որովհետեւ սա միջազգային բանով է, որ դու կարող ես արդեն ընդ աշխատես։ Եվ սա էլ հիմա ուզում եմ տամ, որ դու կարդաք, սա ռուսերենն է։ Ես այնպեսի գերազանց եմ տվել, որ այստեղ կարդացիք։ Միջազգային որակավորում ունեցած отлично։ Նայեք, որ գերազանց եմ կատարել։ Եվ այդքան 20 հոգու մեջ միայն ես եմ ստացել այդ 174 հոգուց, մենակ ես եմ ստացել լիցենզիա, սերտիֆիկատ եւ դիպլոմ։ Խոսքով չէ, ես աստերով եմ փոխադես գալիս։ Մարդ մի բան որ ասում է պետք է հիմնավորի։ Պարոն Սարգսյան, լավ, այս ամեն ինչը իսկապես հրաշալի է, բայց դուք ի վերջո մարդիկ հիմա մեզ նայում են, ինչ եք անում, լավ, ոնց եք բուժում։ Հենց հիմա այս պահին, գիտեք մարդ որ հիմա մի տեղը ցավում է, ինձ մի ասեք որտեղ է, Աֆրիկայում է գտնվում, Հայաստանում է թե Մոսկվայում, ինձ տարածքը կապ չունի։ Գիտեմ։ Ասեմ ինչու։ Աշխարհի ամենամեծ արագությունը դա լույսի արագությունն է, վայրկյանում 300,000 կիլոմետր։ Դա ես չեմ ասում, դա գիտական ապացված է։ Դրանից ավելի արագ մտքի արագությունն է։ Լույսի արագությունից ավելի արագ, դա մտքի արագությունն է։ Օրինակ, ես եղել եմ, ասենք, Վաշինգտոնում, Ամերիկայի մայրաքաղաքն է։ Լույսի արագությունը այդքան չի հասնի, ինչքան ես մտքով հասա։ Այսինքն այդ արագությամբ ես էներգիան ուղարկում եմ։ Ինչպես տեսակ, ինձ որ ֆիզիոթերապիայում բոլորի տաքությունը բարձրացրեցի։ Այդ էներգիայի այդ ուժն է, մտքի ուժն է։ Այսպես նստում եմ, կենտրոնում ու սկսում եմ աշխատել։ Աշխատում եք, բայց չէ որ կոնկրետ խնդիր ունի մարդը, հա, ասենք քաղց կեղալ, եղապարկում քարա եւ այլն էներգիայով կարելի է բուժել։ Նայեք։ Ինձ քանի տարեկան կտակ։
60 անց։ Այդքան մեծ եմ երևում։ Բայ, այդքան երիտասարդ եք կներեք։ 50, լավ։ Լավ, մի քանի ամսից լրանում եմ 75 տարի։ Հրաշալի տեսք ունեք։ Ուշադիր լսեք։ 54 տարի ծխել եմ օրը 2-ից 3 տուփ ծխախոտ եւ թեյի մեծ բաժակով օրը 8 սուրճ։ 8 բաժակ թեյի բաժակով օրը 2-ից 3 տուփ ծխախոտ, հատկապես ես ինքս շախմատի սիրողական խաղացող եմ, լուբիցել եմ, մեծ շախմատ եմ շատ սիրում, երբ որ շախմատ էի խաղում, այդ օրը 3 տուփից պակաս չէր ծխում, ու բաժակները կոֆեի թեյի բաժակներով խմում էի։ Ու իմ հաղորդման ժամանակ ասացի, իմ հաղորդման բաղթ, որ ես 54 տարյա ծխել եմ, արդեն թողել եմ հիմա, դրեցի, ասի 54 տարի չեմ ծխելու։ 54 տարուց հետո ես ունեմ կամքի ուժ։ Արդեն գիտեք ինչքան վաղ տանցի որ չեմ ծխում։ Մի տարի։ Եղել է պայր ու բոլորը գիտեն, զարմացել եմ որ չեմ ծխում։ Դրեցի, ասել չեմ ծխելու, վերջ։ 54 տարի չեմ ծխելու, 54 տարուց հետո նոր կսկսեմ ծխել։ Ունեմ գերազանց հիշողություն։ Եվ ես ասել եմ, այսքան ծխելուց հետո թող ինձ տանեն հետազոտման, կասեն այս մարդը երբեք բերանը ծխախոտ չի դրել։ Չմոռանանք, որ ծխախոտի մեջ պարունակում է գիտականորեն 40 տեսակի թութունի մեջ, որը բացական է անդրադառնում օրգանիզմի բոլոր օրգաններին։ Լավ, ձեր բացառիկությունը ո՞րն է։ Ոչ հազմ եմ, ոչ հևում եմ, վայ ստեղծացամ, վայ ստեղծամ, վայ ճնշում ունեմ, վայ գլուխս ցաված, վայ ոչ շաքար ունեմ, ոչ ճնշում ունեմ, ոչ մի բան։ Ոնց, պարոն Սարգսյան, ոնց։ Որովհետև ամեն մարդ, նայեք իմ հաղորդումները, ամեն մարդ ինքն է իր բժիշկը։ Մարդ պարտադիր առավոտյան որ արթնանում է, բերանի խոռոչից մինչև հաստաղեկը պետք է իր վրա աշխատի։ Սա էլ ավելացնեմ։ 30 տարեկանից հետո մարդկանց թոքերի վերջույթներում կա նեղված թթվածին, շատերը դրա մասին պատկերացում էլ չունեն։ Իսկ ովքեր որ գիտեն, չգիտեն ինչպես կարելի է դա հեռացնել։ Իսկ ես դա անում եմ, մաքրում եմ։ Ոչ հևոց ունեմ, ոչ վայ հոգնա, վայ սենց վայ։ Ես շախմատի մեծ եմ, ես խաղացել եմ ուժեղ շախմատիստների հետ 8 ժամ, ասում եմ դու ռոբոտ ես, չես հոգնում։ Երբ որ ես Ավստրալիայում էի Սիդնեի քաղաքում, դե բաներն կբերեմ կնայենք, որոնց ես չուդաներ եմ ցույց տվել, որոնցի պարսիկ բժիշկները, որ ապշել են, խոսքով չբերեմ այդ բոլոր փաստաթղթերով, դոկումենտացիաներով ցույց կտամ, տեսագրությունները եւ իրանք են խոսում, որ ես ինչքան մարդկանց ընդ կյանք եմ բերգել, տեսագրությունները կան։ Մի խոսքով, այս բոլորը բուժման մասին ընդհանրապես ինչքան գիտեք ինձ սա ինչքան խոսակ շատ կա էլի մի բանի մասին չի որ ասեցի սենց եղավ այնց եղավ Դուք մարդկանց էներգիան եք այսպես վերցնում եւ սկսում աշխատել Մարդու էներգիան ես չեմ վերցնում հակառակը մարդ օրգանիզմը մի մասը կա բացական մի մասը դրական իսկ բացական էներգետիկ դաշտը ես մաքրում եմ որտեղ հիվանդությունների եւ իմ հաղորդումների ժամանակ մի հատ արտահայտություն եմ արել ու հատկապես որ 7 բժիշկ հետ, որից 4-ը գիտություն դոկտոր պրոֆեսորներ հայտարարեցի հիվանդությունների 70-80%-ը էներգետիկ դաշտի պակասությունն է եւ օրգանիզմում թթվածության պակասությունն է, որտեղ մարդը կառուցված է ինչից, գիտեք? Ինչից? Բջիջներից եւ հույսվածքներից։ Եթե թթվածությունը, եթե պակասում է էներգետիկ դաշտը բջիջները սկսում են մահանալ, հույսվածքները սկսում են պատրվել եւ առաջանում է 1000 մի տեսակ հիվանդություն։ Իսկ դա պետք է ավի, այդ բոլորը չնչառական բարություն, հատուկ բարություններ կան, որ մարդը կարա երկարակեց լինի, առողջ։ Ամբողջ կյանքս ես կարդացել եմ, հետաքրքրվել եմ։ Ես ունեմ ընկերներ, բժշկականություն դոկտոր պրոֆեսորներ են, չեմ մեծարում։ Շատ անգամ ես եմ իրանց օգնել։ Շատ անգամ որ լույսը ես եմ իրանց խորհուրդներ տվել։ Ու խոսքով չի։
ուղղակի բաներ կա, չեմ ուզում փակագծերը բացեմ։ Կարևորը ստե ներողություն վերջնական արդյունքն է, որ դու արդյունք ես։